Սրբազան Վեհափար Հայրապետի տրամադրությունը ինչպիսին է հաշվի առնելով երեկվա Եթե ասեմ մենք այսօր սև ենք հակել, որ սուքի մեջ եք կհավատաք, բնականաբար գիտեք բաներ կան, որոնց որ վերաբերվում ես պարզապես լավ էդ էլ արեցիք հետո Բազան կարծում հարցերս բարդ Ես էլ եմ կարծում Ինձ հետ շատ են սիրում շփվել, բայց ամենայն դեպս Բազան հայր Ադրբեջանի հոգևոր առաջնորդն էր անդրադարձել Վեհափար Հայրապետին, նշելով, որ նրանք պահանջում են գերիների վերադարձ, պատանդարված քաղաքացիների վերադարձ, այդ կերպով եւ դառնում է Վեհափար Հայրապետը պապերանի սպառնալիք։ Ձեզ ասեմ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը ոչ թե նոր է անդրադառնում ամենայն հայոց կաթոլիկոսին, այլ հատկապես պատերազմից հետո 21 թվականի մեր եռակում հանդիպումից հետո ինքը այլևս հաղթանակացի դերում է իրեն զգում եւ ամեն տեղ հայտարարում է եւ լինի դա Վատիկանում, լինի միջազգային տարբեր հարթակներում եւ իր բողոքը, եթե հիշում եք, հունիսի 11-ին ուղարկած եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, որտեղ որ ինքը հայ եկեղեցին համարում է, որ հայ եկեղեցին ամենահիմնական ռևանշիստն է, սեպարատիստն է եւ այս ռեգիոնին վտանգ սպառնացող հիմա էլ խաղաղությանը, որովհետև բնական է ռևանշիստը եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Ես ձեզ ասեմ, այդ մեզ համար նորություն չէ։ Միայն ցավ է, որ դրա արձագանքները մենք նույն ձևով լսում ենք մեր ազն ժողովրդի զավակների կողմից։ Սրբազան հայր ներողության այն բարձրաստիճան հոգևորականները, որոնք միացել են Փաշինյանին, այսպես պայքարում եկեղեցու դեմ, տեղյակ եք արդյոք նրանց սպասում է կարգավորություն, թե ոչ, որովհետև գիտեք համացանցում նաև այդպիսի կարծիքներ, առաջարկություն կա Վեհափարի։ Սիրելիներս, որքան հայ, անգամ կարծիք։ Եվ ընդհանրապես ես միշտ մի խոսք եմ ունեցել, որ այսօր ուզում եմ կրկնել, եւ շատ անգամներ ասել եմ, որ սովորաբար մարդիկ եկեղեցի գնում են իրենց փոխելու եկեղեցուն։ Բայց հայ մարդը գնում է եկեղեցին փոխելու նպատակով։ Սա գիտենք, որ այսօր որքան հայ, այնքան կարծիք, որքան հայ, այնքան որոշում։ Բնականաբար, այս ամենի մասին մենք էլ այդքան ապիկար չենք, որ չմտածենք, չորոշենք ինչ անելու, բայց գիտեք ինչ է, եւ վերջո պիտի թույլ տրվի եկեղեցին իհարկին ժամանակին ինչ որ պետք է պիտի բոլորիդ մաղթում եմ լավ սկիզբ մեծի պահոց շրջանի եւ ամենակարևորը այս շրջանին ինչքան կարող եք բարություն արեք, ինչքան կարող եք բարին մտածեք, ինչքան կարող եք սեր տվեք ու սիրվեք։